Բարև ձեզ, սիրելի ունկնդիրներ, հարկասով որ մենք այսօր էլ կենթանի վարող չենք և կարող ենք գալ Աստծո ոտքի մոտ և սովորել նրանից իր ճշմարտությունները և իր շնորհքով կիրառել մեր կյանքում։ Թող Աստված մեզ օգնական լինի այդ հարցում, Հիսուսի անունով, ամեն։ Ինչպես գիտենք, մենք այս երամիջակում ուսումնասիրում ենք մեծ պայքար թեման և հասել ենք արդեն 8-րդ դասին, որը կոչվում է լույս սրբարանից։ Անցած դասին մենք ուսումնասիրեցինք ինչպես Միլլերը, որը գյուղական աշխատանքներ կատարում, բայց շատ էր սիրում Աստծուն և ուսումնասիրում էր Սուրբ Գիրքը, ինչպես նա բացահայտեց մի ճշմարտություն, շատ ճիշտ calculate արեց թվերը, ամեն ինչը, բայց սխալվեց մի հարցում, իրադարձության հարցում։ Եվ այսօր մենք ուրեմն նա ուսումնասիրեց այն մարգարեությունը, որը խոսում էր 2300 օրերի և տարիների, այսինքն մարգարեական տարիներ են դրանք, դրանց մասին ուսումնասիրություն կատարեց և պարզեց, որ 34-ին, որ Դանիելի գրքում գրված էր քո ազգի համար այսքան ժամանակ է կտրված, և ինքը պարզեց, որ այդ ժամանակը վերջանում է 34 թվականին մեր թվարկության, Քրիստոսից հետո, այդ թվականին Ստեփանոսը քարկոծվեց, այսինքն օֆիցիալ ձևով հրեական ազգը մերժեց իր Աստծուն, իր Աստծո որդուն և զրկվեց ընտրյալ ազգ լինելուց։ Որովհետև ինչ է նշանակում ընտրյալ ազգ։ Նշանակում է, որ նրանք միակն էին բոլոր ազգերից, որ ճանաչում էին, որ Աստված մի հատ է, ճշմարիտ Աստված, որ ստեղծել է երկինքն ու երկիրը։ Բայց երբ որ իրանք մերժեցին, նրանից հետո ստեղծվեց քրիստոնեական եկեղեցին, Աստծո ժողովուրդը ձևավորվեց և արդեն Աստծո ժողովուրդը անհատապես դառավ Աստծո ընտրված ժողովուրդը, այսինքն մի ժողովուրդ, որ ընդունեց իր սրտում ճշմարիտ Աստծուն և իր որդուն Հիսուս Քրիստոսին։ Իհարկե նրանց մեջ ներառված են հրեա քրիստոնյաները, բայց հրեա ազգը որպես ընտրյալ ինքը դադարեց լինել ընտրյալ ազգ, ճիշտ է, որպես ազգ գոյություն ունի, բայց հիմա ընտրյալ ժողովուրդը բոլոր քրիստոնյաներն են, ովքեր ընդունում են Աստծուն և իր որդուն Հիսուս Քրիստոսին։ Ուրեմն հիմա այսօր այս դասում մենք ուսումնասիրենք, թե ինչպես նրանք, երբ որ 1844 թվականին Հիսուսը չեկավ, շատերը մեծամասնությունը հիասթափվեց, որտեղ իրականում խորը հավատ չունեին և իրանց հետաքրքիր չէր ուղղակի վախից կամ այլ տարբեր նկատառումներով էին միացել այդ շարժմանը, Քրիստոսի գալուստին սպասող շարժմանը, բայց մնացած փոքրամասնությունը հավատարիմները հասկացան, որ սխալը իրենց մեջ է և որոշեցին ուսումնասիրել և գտնել, ինչու՞ն էր սխալը, և իրենք շարունակեցին և գտան։ Ուրեմն այսօրվա հիշելու համարն է Եբրայեցիս 8:1-2 համարները և ասածներից գլխավորը սա է. մենք այնպիսի քահանայապետ ունենք, որ երկնքում մեծության աթոռի աջ կողմում նստեց որպես պաշտոնյա սրբարանի և ճշմարիտ խորանի, որը Տերը կանեցրեց և ոչ թե մարդը։ Ուրեմն 1844 թվականի հոկտեմբերի 22-ի հիասթափությունից կարճ ժամանակ անց միլլերականները, այսինքն ովքեր հավատացել էին Միլլերի քարոզչությանը, ոմանք աղոթքով ու ջանասեր ուսումնասիրության արդյունքում հասկացան իրենց սխալը։ 2300 օրվա հետ կապված մարգարեությունը վերաբերվում էր ոչ թե Հիսուսի երկրորդ գալուստին, ինչպես ընկալվում էր, այլ Քրիստոսի աշխատանքին երկնային սրբարանում, որն այնքան հզոր կերպով պատկերված է Եբրայեցիներ գրքում։ Երկնային սրբարանի մաքրումը երկրային սրբարանի երկրային մաքրման
իրականացում էր, ինչպես սովորեցնում է Ղևտական գիրքը։ Կարդանք Ելից 25 գլուխ 8 և 9 համարները և նաև 40-րդը։ Ինձ համար մի սրբարան թող շինեն, սա ասում է Աստված Մովսեսին, երբ որ դեռ իրենք անապատում էին։ Ինձ համար մի սրբարան թող շինեն, որպեսզի բնակվեմ իրենց մեջ։ Բոլորը, ինչպես որ քեզ ցույց տվեցի, վրանի օրինակը և նրա ամբողջ սպասքի օրինակը, այնպես պիտի անեք։ Նայիր, որ լեռան վրա քեզ ցույց տրված օրինակի պես շինես։ Այսինքն իրականում կար օրիգինալը այդ սրբարանի և Աստված ցույց տվեց և ասեց սրա պես պիտի սարքես։ Եվ նաև կարդանք Եբրայեցիս 8 գլխի 1-ից 6 համարները։ Եվ ասածներից գլխավորը սա է. մենք այնպիսի քահանայապետ ունենք, որ իր կնքում մեծության աթոռի աջ կողմում նստեց որպես պաշտոնյա սրբարանի և ճշմարիտ խորանի, որը Տերը կանեցրեց և ոչ թե մարդը, քանի որ ամեն քահանայապետ զոհեր և պատարագներ մատուցելու համար է կարգվում, ուստի նա էլ պետք է մատուցելու մի բան ունենա, որովհետև եթե նա երկրի վրա լիներ, քահանա չէր լինի, քանի որ դեռ կային նրանք, ովքեր ըստ օրենքի պատարագ են մատուցում, ովքեր իրենց ծառայություն են մատուցում երկնային բաների օրինակով, երկնային բաների օրինակով ու շուքով, ինչպես որ Մովսեսին հրաման տրվեց, երբ նա խորանը պիտի կառուցեր։ Տես ասում է, որ ամեն բան անես ըստ այն օրինակի, որ քեզ լեռան վրա ցույց տրվեց։ Բայց հիմա Հիսուսն ավելի բարձր ծառայության հասավ, քանի որ միջնորդ է ավելի լավ ուխտի, որը օրինադրվել է ավելի լավ խոստումների վրա։ Ուրեմն, երբ վաղ գալստական հավատացյալները 1844 թվականին հաջորդող ամիսներին ուսումնասիրեցին Աստվածաշունչը, նրանք հասկացան, ուրեմն Adventus նշանակում է գալուստ լատիներից թարգմանած, եւ հայերեն ադվենտիստները կոչվում են 7-րդ օրվա գալստական եկեղեցի։ Ուրեմն սա այդ գալստականների մասն է խոսքը գնում, ոչ թե այլ եկեղեցու։ Ուրեմն նրանք ուսումնասիրեցին Աստվածաշունչը, հասկացան, որ գրքում հիշատակված երկու սրբարան կա, մեկը, որը Մովսեսը կառուցեց, եւ մյուսը մեծ բնօրինակը երկնքում։ Աստվածաշնչում սրբարանի եզրույթը առաջին հերթին վերաբերում է Մովսեսի կառուցած խորանին որպես երկնային բաների օրինակ կամ տիպար, եւ երկրորդ երկնային ճշմարիտ խորանը, որին մատնանշում էր երկրային սրբարանը։ Քրիստոսի մահով տիպական ծառայությունը կորցրեց իր կարևորությունը, այդ վարագույրը ճղվեց վերևից մինչև ներքև։ Երկնքում գտնվող ճշմարիտ խորանը նոր ուխտի սրբարանն է։ Եվ քանի որ Դանիել 8:14 համարի մարգարեությունը կատարվում է այս դարաշրջանում, սրբարանը, որին այն վերաբերվում է, պետք է լինի նոր ուխտի սրբարանը։ Այսինքն, անապատում կառուցած երկրային սրբարանը, որը երկնային սրբարանի նմուշն էր, դա հին ուխտին էր վերաբերվում։ Այդ ամբողջ ծիսակատարությունները, որ կատարվում էին, զոհաբերությունները, որ վերվում էին։ Բայց Հիսուսի թափածարյունը, այս երկնային սրբարանը արդեն կապ ունի Հիսուսի թափածարյան հետ եւ կատարվում է նոր կտակարանի օրերում։ Մեծ պայքար H 417, երբ 1844-ին լրացան 2300 օրերը, երկրային սրբարանն արդեն շատ դարեր գոյություն չուներ, երկրային սրբարանը։ Այդպիսով մինչև 2300 իրիկուն եւ առավոտ հետո սրբարանը պիտի մաքրվի, այսինքն Դանիել 8:14-ը մարգարեություն ակնհայտորեն վերաբերվում է երկնային սրբարանը։ Անապատում կառուցված սրբարանը երկնային սրբարանի նմուշներ, երկրային սրբարանի ծառայությունները
կանխասում էին Աստծո փրկության ծրագիրը։ Մատուցվող զոհաբերությունները ներկայացնում էին Հիսուսի զոհաբերությունը Գողգոթայի խաչի վրա։ Երբ որ Հովհաննես 1:29-ում Հովհաննես 1:29-ը գրված է. Երբ որ Հովհաննեսը տեսավ, որ Հիսուսն է գալիս, ասեց. ահա Աստծո գառը, որ վերցնում է աշխարհի մեղքը։ Քրիստոսի զոհի շնորհիվ մենք ազատագրվում ենք մեղքի դատապարտումից, ներման արժանանում։ Մեր մեղքը վերանում է, երբ ընդունում ենք Հիսուսի զոհաբերությունը մեզ համար եւ խոստովանում մեր մեղքերը։ Առաջին Հովհաննես 1:9։ Իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է եւ արդար մեր մեղքերը ներելու մեզ եւ մաքրելու մեզ ամեն անիրավությունից։ Հիսուսը ոչ միայն գառն է, ով մահացավ մեզ համար, այլ նաեւ մեր քահանայապետը, ով ապրում է մեզ համար եւ միջնորդում է մեզ համար։ Եբրայեցիներ 7:25 համարը բացատրում է. ուստի եւ կարող է փրկել նրանց, ովքեր իր միջոցով մոտենում են Աստծուն, որովհետեւ միշտ կենդանի է, որպեսզի նրանց համար բարեխոս լինի։ Նա վերացնում է մեղքի դատապարտությունը եւ փրկում է մեզ մեղքի իշխանությունից։ Հռոմեացիներ 8:1-4։ Ուրեմն հիմա ոչ մի դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսի մեջ եղողների համար, որտեղ Հիսուս Քրիստոսով կենարար հոգու օրենքը մեզ ազատեց մեղքի ու մահվան օրենքից։ Այսինքն մենք մի անգամ ասինք, որ մեղքի ու մահվան օրենքը դա տասնաբանյա պատվիրանը չէ։ Պողոս առաքյալը կոչում է սուրբ եւ արդար։ Եվ ուրեմն մեղքի ու մահվան օրենքը դա մեր մարմնի օրենքն է, մեր մարմնում գրված օրենքը։ Այն ինչ անհնար է օրենքի համար, քանի որ մարմինն այն տկար էր դարձնում, Աստված հնարավոր դարձրեց։ Այսինքն մենք կարդում ենք օրենք, բայց չենք կարող կատարել այն, մինչև որ Քրիստոսի շնորհքը մեր վրա չիջնի, որովհետև մեր մարմինը մեղավոր եւ անցյալ է։ Ուրեմն Աստված հնարավոր դարձրեց ուղարկելով իր որդուն մեղավոր մարմնի նմանությամբ եւ մեղքի համար եւ մեղքը դատապարտեց այդ մարմնի մեջ, որպեսզի օրենքի արդարությունը կատարվի մեր մեջ։ Այսինքն, քանի մենք չունենք Աստծո շնորհքը, մենք չենք ընդունել Հիսուս Քրիստոսին որպես փրկիչ, մենք չենք կարողանում, իզորու չենք կատարել օրենքի պահանջները, բայց երբ որ մենք Քրիստոսին ընդունում ենք որպես մեր փրկիչ, իր զոհը ընդունում ենք, այն ժամանակ ասում է օրենքի արդարությունը կկատարվի ձեր մեջ։ Մենք ունակ ենք դառնում Հիսուսի շնորհքով կատարել օրենքը, որ ոչ թե ըստ մարմնի ենք վարվում, այլ ըստ հոգու։ Այսինքն մարմինը մեզ ասում է գողացիր, սպանիր, շնացիր, մորդ հորդ մի հարգիր, նախանձիր, բայց սուրբ օրենքը մեզ ասում է մի արա դրան։ Եվ երբ որ մենք ընդունում ենք Քրիստոսին որպես փրկիչ, մենք ունակ ենք դառնում կատարելու այս պահանջը։ Այսինքն մենք դադարում ենք շնանալուց, գողանալուց, սպանելուց, նախանձելուց եւ մեր ծնողներին անարգելուց։ Ուրեմն, ուղարկելով իր որդուն մեղավոր մարմնի նմանությամբ եւ մեղքի համար, որպեսզի օրենքի արդարությունը կատարվի մեր մեջ, որ ոչ թե ըստ մարմնի ենք վարվում, այլ ըստ հոգու։ Եվ նաեւ կարդանք 2 Կորինթացիցի 21-ը, որտեղ Աստված նրան, որ մեղքը չէր ճանաչում, մեզ համար մեղավոր արեց, որպեսզի մենք նրանով Աստծո արդարները լինենք։ Այն մարդը, ով խախտում է օրենքը գիտակցաբար, չի կարող կոչվել Աստծո արդար։ Այսինքն Աստված հնարավորություն տվեց Քրիստոսի զոհով, որ մենք ունակ լինենք, ի վիճակի լինենք կատարելու իր սուրբ օրենքը։ Հիսուսի ծառայությունը երկնային սրբարանում մեզ համար է։ Նրա բարեխոսության արդյունքում մեր կյանքը շղթայող մեղքի ճիրանները կոտրվում են։ Մենք այլևս գերված չենք մեր մեղավոր բնության կողմից։
Քրիստոսով մենք այլևս ազատ ենք, ազատ մեղքի դատապարտումից և մեղքի վերահսկողությունից, այլևս մենք ենք վերահսկում մեղքը և Հիսուսի շնորհքով նրան ասում ենք ոչ։ Մենք ունենք փրկության հավաստիացում, երբ հավատով կարչում ենք Քրիստոսի։ Այժմ կարդանք Ղևտացիս 16:21 և 20-ից 34 համարները։ Ահարոնն իր երկու ձեռքերը դնի կենդանի նոխազի գլխին և դրա համար խոստովանի և դրա վրա խոստովանի Իսրայելի որդիների բոլոր անօրենություններն ու նրանց գործած բոլոր հանցանքներն իրենց բոլոր մեղքերով։ Նա դրանք թող դնի նոխազի գլխին և այն ուղարկի դեպի անապատ մի հատուկ մարդու միջոցով, այս ես համար հավիտենական կանոն կլինի։ 7-րդ ամսին ամսի 10-րդ օրը ձեր անձերը պիտի խոնարհեցնեք և ոչ մի գործ չպիտի անեք, ոչ երջածին և ոչ էլ ձեր մեջ բնակություն հաստատած օտարականը, որովհետև այդ օրը քահանան ձեզ համար քավություն պիտի անի ձեզ մաքրելու համար, որպեսզի դուք մաքրվեք Տիրոջ առաջ ձեր գործած բոլոր մեղքերից։ Դա ձեզ համար հանգստյան շաբաթ պիտի լինի և հավիտենական կանոնով պիտի խոնարհեցնեք ձեր անձերը, քավություն պիտի անի այն օծված և իր հոր տեղեքահանություն անելու համար օրհնված քահանան, նա կհագնի կտավեզգեստները, սուրբ զգեստները և քավություն կանի ամենասուրբ տեղի համար, ժողովի, վրանի և զոհասեղանի համար քավություն կանի, քահանաների և ամբողջ ժողովրդի համար քավություն կանի։ Սա ձեզ համար հավիտենական կանոն կլինի Իսրայելի որդիների համար տարին մեկ անգամ քավություն անելու իրենց գործած բոլոր մեղքերի պատճառով, և նա արեց, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Ուրեմն այստեղ խոսքը գնում է երկրային ծառայության մասին, որ իրագործվում էր Իսրայելում։ Քահանաները ծառայում էին տարվա բոլոր օրերին, սակայն քավության օրը, որը եբրայերեն Յոմ Կիպուր է անվանվում, ողջ Իսրայելը հայացքն ուղղում էր դեպի սրբարանը։ Ղևտական 16 և 23 գլուխները քավության օրվա վերաբերյալ հստակ հրահանգներ են տալիս։ Ամենօրյա բոլոր ծառայողական գործերը դադարեցվում էին, ողջ ժողովուրդը ծոմ էր պահում, երբ քահանապետը Աստծո ներկայությունն էր մտնում սրբության սրբոցում, մարդիկ քննում էին իրենց սրտերը, նրանք խոնարհությամբ և անկեղծ խոստովանությամբ Աստծուն էին փնտրում։ Նաև կարդանք Ղևտացիս 23:26-ից 32 համարները։ Տերը խոսեց Մովսեսի հետ. ասելով. նաև այդ 7-րդ ամսի 17 օրը քավության օր է, ձեզ համար սուրբ ժողով լինի, պիտի խոնարհեցնեք ձեր անձերը և զոհ մատուցեք Տիրոջը։ Այդ օրը ոչ մի գործ չանեք, որտեղ դա քավության օր է ձեզ համար ձեր Տեր Աստծո առաջ քավություն անելու համար։ Այսինքն կրկնում է անույն բանը, ինչ որ արդեն ասել էր։ Ամեն ոք, ով քավության օրը չխոնարհեցնի իր անձը, այլևս ընտրյալ ժողովրդի մաս չի կարող լինել։ Քավության օրը քահանապետը Տիրոջ նոխազի արյունը տանում էր սրբարան և ողորմության աթոռին ցողելուց հետո արյունը քսում ոսկյա զոհասեղանի և պղնձե զոհասեղանի եղջյուրներին ամբողջովին մաքրելով սրբարանը։ Երբ վերջացնում էր քավություն անելը, քահանապետը ձեռքերը դնում էր կենդանի նոխազի վրա և խոստովանում Իսրայելի մեղքերը, ապա կենդանին բաց էր թողնվում անապատ ճամբարից ընդմիշտ հեռացվելով։ Ուրեմն սա գրված է Եբրայեցիս 16:20-ից 22 համարներում, երբ վերջացնի սուրբ տեղի ժողովի վրանի և զոհասեղանի համար քավություն անելը, թող մոտ բերի կենդանի նոխազը։ Ուրեմն երկու նոխազներ էին վերցվում, մեկ նոխազը զոհաբերվում էր և նրա արյունը սրսկվում էր մի քանի իրերի վրա և
հետո երբ որ քահանապետը մտնում էր, մեղքերի ներումը ստանում էին բոլորը, մտնում էր այսքան սրբության սրբոց, որտեղ սրբարանը կազմված էր 3 մասից, ուրեմն բակն էր, որտեղ զոհաբերությունն էին բերում, հետո առաջին մասը սրբարանի կոչվում էր սրբարան, երկրորդ մասը սրբության սրբոց, եւ սրբության սրբոցում էր հավաքվում այդ մեղքերը, եւ տարին մեկ անգամ քահանապետը մտնում էր սրբության սրբոց, ներում էր ստանում այդ մեղքերի համար եւ հետո դուրս էր գալի, քանի որ մեղքերը իր վրա էին թափվել, ինքը հանդիսանում էր Հիսուսի խորհրդանիշը եւ հետո բերում էր, այսինքն իր ձեռքը դնում էր այս երկրորդ կենդանի նոխազի վրա եւ խոստովանում էր այդ բոլոր մեղքերը եւ սիմվոլիկ ձևով այդ մեղքերը ընկնում էին այս կենդանի նոխազի վրա, որը խորհրդանշում էր սատանային։ Ահարոնը իր երկու ձեռքերը դնի կենդանի նոխազի գլխին եւ դրա վրա խոստովանի Իսրայելի որդիների բոլոր անօրենությունները, նրանց գործած բոլոր հանցանքները, իրենց բոլոր մեղքերով։ Նա դրանք թող դնի նոխազի գլխին եւ այն ուղարկի դեպի անապատ, մի հատուկ մարդու միջոցով նոխազը նրանց բոլոր անօրենություններն իր վրա կտանի, անմարդաբնակ մի վայր եւ այդ մարդը անապատում բաց կթողնի նոխազը։ Այսինքն նույնը կատարվելու է, որ Հիսուսը գա, Հիսուսը վերցրել է իր վրա մեր մեղքերը, բայց 1844 թվականից նա մտել է սրբության սրբոց, ինչպես քահանապետ Տեր տարին մեկ մտնում, որպեսզի սրբության սրբոցը մաքրի մեզ մեղքերից, որտեղ երբ որ մենք հիմա աղոթում ենք եւ խոստովանում ենք մեր մեղքերը, դրանք գնում են սրբության սրբոց, որտեղ Հիսուսը ծառայում է որպես քահանապետ։ Եվ երբ որ արդեն ժամանակը վերջանա եւ Քրիստոսը վերջացնի իր ծառայությունը, ինքը դուրս կգա եւ այդ մեղքերը, որ ներված են, ներված մեղքերը, երբ որ ինքը հետ գա եւ փրկի արդարներին, այդ ամբողջ մեղքերը թափելու է սատանայի գլխին, որտեղ ինքն է եղել հուշողը եւ համոզողը մարդուն մեղք գործելու։ Բայց նորից կրկնեմ, ներված մեղքերն են թափելու սատանայի վրա։ Այն մեղքերը, որ խոստովանված ու ներված չեն, մնալու են հենց այդ մարդու վրա եւ այդ մարդն է պատասխան տալու իր մեղքերի համար։ Ամենօրյա ծառայությունների ժամանակ արյունը տեղափոխվում էր սրբարան, ցույց տալով մեղքերի գրանցումը, Աստծո պատասխանատվությունը դրա վերջնական օտարման համար եւ Աստծո պատասխանատվությունը դրա վերջնական օտարման համար։ Այժմ քավության օրն այն տեղափոխվում էր սրբարանից դուրս եւ դրվում քավության նոխազ Ազազելի գլխին, որը ներկայացնում էր սատանային եւ բացահայտում նրա վերջնական պատասխանատվությունը մեղքի հիմնախնդրի համար։ Այդ նոխազը տարվում էր հեռու անապատ, որպեսզի քավության օրվա ավարտին Աստված ունենա մաքուր սրբարան եւ մաքուր ժողովուրդ։ Երկնային սրբարանում Քրիստոսը ծառայում է մեզ համար, նախ սրբարանում, իսկ 1844 թվականից ի վեր 2300 օրվա վերջում, մինչ այժմ սրբության սրբոցում։ Մենք կանցնենք այդ մեծ դատաստանի միջով մեր բարեխոս Հիսուսի շնորհիվ, ինչպես Էլեն Ուայթն է գրում, մենք արդարանում ենք նրա արդարությամբ, որում մենք բաժին չունենք, Գարերի փափակ էջ 25։ Մեզ վերագրվող այս արդարության արդյունքում մենք խոնարհեցնում ենք մեր անձերը, ինչը նշանակում է շրջադարձ մեղքից։ Դա նշանակում է, որ մենք հարմար ձևով չենք ընդունում չարը կամ արդարացնում մեղքերը եւ չենք կարճում մեր նվիրական մեղքերից, այլ աճում ենք շնորհով եւ ապրում սուրբ կյանքով։ Ուրեմն այս մասին Աստվածաշունչում ասում է Եբրայեցիս 9:23-ից 28 համարներում։ Արդ հարկավոր էր, որ երկնավոր բաների օրինակներն այսպիսի բաներով մաքրվեին, իսկ բուն երկնավորները դրանցից ավելի լավ զոհերով։ Որտեղ Քրիստոսը ոչ թե ձեռակերտ սրբարաններ մտավ, որոնք ճշմարտության օրինակներն են, այլ բուն իսկ երկինքը, որպեսզի այժմ Աստծո առաջ ներկայանա մեզ համար, ոչ թե որպեսզի շատ անգամ ինքն իրեն պատարակ մատուցի, ինչպես քահանապետը, որ ամեն տարի ուրիշի արյունով, այսինքն նոխազի արյունով էր մտնում սրբության սրբոց, այլապես նա պետք է որ աշխարհի սկզբից ի վեր շատ անգամներ չաչարվեր, բայց այժմ ժամանակների վերջում մեկ անգամ հայտնվեց, որպեսզի իր զոհաբերությամբ ջնջի մեղքը, մեկ զոհով։ Եվ ինչպես որ մարդկանց համար սահմանված է մեկ անգամ մեռնել եւ դրանից հետո դատաստանը,
Նույնպես էլ Քրիստոսը շատերի մեղքերը վերցնելու համար մեկ անգամ զոհաբերվեց, իսկ երկրորդ անգամ կհայտնվի առանց մեղքի իրեն սպասողների փրկության համար։ Այսինքն երկրային քահանապետը ամեն տարի նոխազ էր մորթում եւ արյունակսում եւ դրա արյունով ներում ստանում, բայց Քրիստոսը մեկ անգամ զոհվեց։ Այդ բոլոր զոհերը նախանշում էին Հիսուսին, այդ բոլոր զոհերը խորհրդանշում էին Հիսուսի զոհը։ Այժմ կարդանք Դանիել 7:9-10։ Մինչ Դայմեի գահեր տեղադրվեցին եւ հինավուրցը վազմեց։ Նրա հագուստը ձյան պես սպիտակ էր, իսկ նրա գլխի մազը մաքուր բրդի պես։ Նրա գահը կրակի բոց էր, նրա անիվները վառված կրակի մի գետ էր հոսում եւ գնում նրա առաջից, հազարներն էին ծառայում նրան եւ բյուրավորներ կանած էին նրա առաջ։ Դատարանը նստեց եւ գրքերը բացվեցին։ Նաեւ կարդանք Հայտնություն 14:7-ը։ Նա բարձրաձայն ասում էր. «Վախեցեք Աստծուց ու փառք տվեք նրան, որովհետև նրա դատաստանի ժամը եկել է եւ երկրպագեք երկինքն ու երկիրը ծովն ու ջրերի աղբյուրներն ստեղծողին»։ Այսինքն 1844-ին հենց այս դատարանը սկսվեց, այս դատը սկսվեց, որի մասին այստեղ խոսք է գնում։ Եվ Հայտնություն 22:12 Ահա շուտով պիտի գամ եւ իմ վարձ ինձ հետ է, որպեսզի յուրաքանչյուրն ըստ իր գործերի հատուցեմ։ Ես եմ ալֆան ու օմեգան, սկիզբն ու վերջը, առաջինն ու վերջինը։ Այսինքն երբ է մարդը հատուցվելու իր գործերի համար, երբ որ Հիսուսը կգա, Հիսուսն է ասում, ահա շուտով պիտի գամ եւ իմ վարձ ինձ հետ է, որպեսզի յուրաքանչյուրն իր գործերով համար հատուցեմ։ Ուրեմն դատաստանը կարևոր թեմա է ամբողջ Աստվածաշնչում, որովհետև Աստված բոլոր գործերը դատաստանի է բերելու ամեն ծածուկ բանի հետ, բարի թե չար, Ժողովող 12:14։ Հիսուսն իր ունկնդիրներին ցույց տվեց ապագա դատաստանի ժամանակը, երբ ամեն դատարկ խոսքի համար, որ մարդիկ խոսում են, դատաստանի օրը հաշիվ պիտի տան։ Այսինքն մարդիկ հաշիվ են տալու ոչ միայն իրենց գործերի համար, այլ նաև իրենց ասված խոսքերի համար։ Դա գրված է Մատթեոս 12:36-ը, որ մենք նոր կարդացինք։ Եվ նաև կարդանք առաջին Կորինթացիս 4:5-ը։ Պողոս առաքյալն ավելացնում է, որ Աստված ի լույս կհանի այն, ինչ թաքնված է խավարում եւ հայտնի կդարձնի սրտերի խորհուրդները, այսինքն նաև կդատվեն մեր սրտերի խորհուրդները։ Եվ Հայտնություն 14:7 հրեշտակային Սուրհանդակը Հովհաննեսին ասաց. նրա, այսինքն Աստծո դատաստանի ժամը եկել է։ Կարդանք Հայտնություն 22:10-12 Բացենք Աստվածաշունչը։ Հայտնություն 22 10-12 Եվ ինձ ասաց, այս գրքի մարգարեության խոսքերը կնքված մի պահ, որտեղ ժամանակը մոտ է, աներևություն գործողը թող այլ ավելի ավելանա եւ անիրավանա, եւ կեղտոտը թող ավելի կեղտոտվի, եւ արդարը թող ավելի արդարանա, եւ սուրբը թող ավելի սրբանա։ Ահա շուտով պիտի գամ, եւ իմ վարձ ինձ հետ է, որպեսզի յուրաքանչյուրն իր գործերի հատուցե։ Ուրեմն, երբ որ Հիսուսը դուրս գա սրբության սրբոցից, մեր փրկության դուռը փակվում է։ Երբ Քրիստոսը գա իր վերջին պարգևները տալու,
Դրանից առաջ դատականություն կլինի, որը կբացահայտի, թե ով ինչ վարձատրություն է ստանալու, երբ նա գա։ Երբ Քրիստոսը վերադառնա, երկրորդ հնարավորություն չի լինի։ Յուրաքանչյուր մարդ բավարար տեղեկատվություն է ունեցել իր վերջնական անդառնալի որոշումը կայացնելու համար Քրիստոսի օրերին օգտին կամ նրա դեմ։ Երբ որ մարդիկ ասում են, որ մարդը երբ որ մեռնում է, իր գնում է կամ դրախտ կամ դժոխք, այդպիսի բան չկա։ Աստվածաշունչը ասում է, որ մարդը իր պատիժը կամ արգելը ստանում է երբ որ Հիսուսը գա։ Բայց որպեսզի պատիժ եւ արգելք տրվի, պետք է սկզբում դատ լինի եւ պարզվի ով է իրական արգելի արժանի եւ ով պատժի։ Եվ ուրեմն հիմա է, որ այդ դատաստանը գնում է։ Դրանից հետո, երբ որ Հիսուսը դուրս գա սրբության սրբոցից, նա էլ չի կարող ծառայել որպես քահանապետ, նա դադարում է քահանապետ դառնալուց, նա որպես թագավոր իջնելու է երկնքից եւ վերցնի իր հավատարիմ մարդկանց։ Երբեմն մեր ժամանակը հիմա է, երբ որ նա դեռ որպես քահանապետ ծառայում է երկնքում։ Երկրորդ հնարավորություն չի լինի։ Երկրորդ հնարավորությունը հենց սա է, մեր կարճ ժամանակավոր կյանքը, որ տրվեց, երբ որ Ադամն ու Եվան մեղանչեցին եւ պիտի մահանային, Աստված երկարացրեց իրենց ժամանակավոր կյանքը եւ նաեւ մեզ տրվեց երկրորդ հնարավորություն, նրանց տրվեց հնարավորություն երեխաներ ունենալ, մեզ այսքան բոլոր մարդկային ցեղին, բոլոր մարդկանց հնարավորություն տվեց այս կարճ երկրային կյանքում ընտրություն անել։ Մենք Քրիստոսի դեմ ենք, թե Քրիստոսի կողմ ենք։ Եթե մենք Քրիստոսի դեմ ենք, ուրեմն մենք սատանայի կողմ ենք։ Մեջտեղը չկա, երրորդը չկա։ Եվ Մատթեոս 25:13-ում շատ պարզ ներկայացված է առաքում 10 կույսերի միջոցով, որ 5-ը հիմար էին եւ 5-ը իմաստուն էին ինչու, որտեղ ավելորդ յուղ էին վերցրել իրենց հետ, յուղը խորհրդանշում է Սուրբ Հոգին, եւ Սուրբ Հոգին է, որ ձևավորում է եւ արդար բնավորություն է մեզ տալիս, այսինքն նրանք իրենց բնավորությունը փոխել էին, ունեին Սուրբ Հոգին, իսկ 5 հիմարները չէին փոխել իրենց բնավորությունը, միայն շուրթերով էին դավանում Քրիստոսին։ Եվ նրանց համար, եւ ասում է, երբ որ 5 իմաստուն կույսերը մտան, դռները փակվեցին, երբ որ Փեսան եկավ, եւ այսինքն երբ որ 5 հիմար կույսերը եկան, արդեն դռները փակ էին եւ նրանց ներս չթողեցին մեծ պայքար։ Էջ 428 կարդանք, երբ դատականություն ավարտվի, երբ բոլոր դարերում իրենց Քրիստոսի հետևորդներ հավարողների գործերը քննվեն եւ նրանց ճակատագրերը վճռվեն, այդ ժամանակ եւ ոչ ավելի շուտ փորձության ժամկետը կավարտվի եւ ողորմության դուռը կփակվի։ Այսպիսով, ովքեր պատրաստ էին նրա հետ հարսանիքի սրահ մտան եւ դուռը փակվեց։ Միտքը փրկչի վերջին ծառայության միջով մեզ տանում է դեպի այն ժամանակը, երբ մարդու փրկության մեծ գործը կավարտվի։ Մենք չպետք է վախենանք դատաստանից, Քրիստոսի միջոցով ներումը մերն է, մեղքից ազատագրումը մերն է, աստվածավախ կյանքով ապրելու իշխանությունը մերն է եւ վերջնական հաղթանակը մերն է։ Այսինքն Հիսուսը հավերժ որպես քահանապետ չի ծառայելու երկնքում, ժամանակը կգա, որ դատաստանը կավարտվի եւ ինքը արդեն պատրաստ որոշումներով կգա երկիր, որպեսզի իրականացնի դատարանի որոշումները։ Կարդանք Եբրայեցիներ 4:14-16։ Եբրայեցիներ 4 14-16 Արդ ունենք երկինքներով անցած մեծ քահանապետ Հիսուսին, Աստծո որդուն, ուստի ամուր պահենք դավանությունը, որովհետև ոչ թե մի քահանապետ ունենք, որ չի կարող
որտեղ ոչ թե այնպիսի քահանապետ ունենք, որ չի կարող մեր տկարություններին չարչարակից լինել, այլ մի այնպիսի, որ ամեն բանով փորձված է մեզ նման, բայց առանց մեղքի, ուրեմն նրա շնորհի աթոռի համարձակության մոտենանք, որպեսզի ողորմություն ստանանք եւ շնորհ գտնենք մեզ օգնության պատեժամին։ Եվ Եբրայեցիներ 10, 19, 22 Արդ եղբայրներ, քանի որ համարձակություն ունենք մուտք գործելու սրբարան Հիսուսի արյամբ, որը մեզ համար նոր ու կենդանի ճանապարհ բացեց վարագույրի միջոցով, որ իր մարմինն է, եւ մի մեծ քահանա ունենք Աստծո տան վրա, նրան մոտենանք ճշմարիտ սրտով, լիակատար հավատով, մեր սրտերը չար խղճմտանքից մաքրված ու մեր մարմինը մաքուր ջրով լվացված։ Աննկուն պահենք հույսի դավանությունը, որովհետև խոստացողը հավատարիմ է, եւ միմյանց նկատմամբ հոգատար լինենք սիրո ու բարի գործերի մղելով։ Եվ մեր մեկտեղ հավաքվելը զանց չառնենք, ինչպես ոմանց սովորությունն է, այլ միմյանց քաջալերենք եւ այնքան ավելի, որքան տեսնում ենք, որ օրը մոտեցել է, այսքան Քրիստոսի գալու օրը։ Պողոս առաքյալի միտքն այստեղ հետեւյալն է. ամուր պահենք, համարձակորեն մոտենանք, զանց չառնենք, կենտրոնացնենք մեր հավատը Հիսուսի, մեր մեծ քահանապետի վրա։ Հիսուսի մեջ մենք ունենք այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է։ Հավատով մենք կարող ենք մտնել երկնային սրբարան նոր եւ կենդանի ճանապարհով, որը Հիսուսը բացել է մեզ համար։ Նայելով Դավիթին, մենք արյուն ենք տեսնում պղնձե զոհասեղանի եղջյուրների վրա, սրբության սրբոցում մենք արյուն ենք տեսնում խունկի զոհասեղանի, այսինքն սրբությունում մենք արյուն ենք տեսնում խունկի զոհասեղանի ոսկե եղջյուրների վրա, եւ մենք տեսնում ենք ողորմության աթոռի դիմաց վարագույրի վրա ցողված արյունը։ Ամեն քայլափոխի Հիսուսի արյունը ճանապարհ է պատրաստում։ Սա մեզ հույս է տալիս, որտեղ մենք կարող ենք վերամիավորվել Աստծո հետ միայն այն դեպքում, երբ Հիսուսը ներում է մեզ եւ ջնջում մեր մեղքերը։ Աստծո ողորմություն անսահման է, բայց եւ անսահման է նրա արդարությունը։ Եվ արդարությունը չի կարող ընդունել Քրիստոսի զոհաբերությունը որպես մեր հանցանքների քավություն, քանի դեռ Հիսուսը չի երաշխավորում նախ ներել մեր մեղքերը, իսկ հետո ջնջել դրանք։ Բայց Հիսուսը փառք Աստծո երաշխավորել է, որ ինքը ներում է մեր մեղքերը եւ ջնջում է դրանք։ Կարդանք Հայտնություն 11:19 Եվ բացվեց Աստծո տաճարը երկնքում, եւ երևաց ուխտի տապանակը իր տաճարում, եւ եղան փայլատակումներ, ձայներ, ուռութումներ, երկրաշարժ եւ ուժեղ կարկուտ։ Այստեղ Աստծո ներկայության շլացուցիչ պայծառության եւ ոցավառ փառքի տիեզերական գահասենյակում, հենց Աստծո գահահիմքում մենք բացահայտում ենք Աստծո օրենքը ուխտի տապանակում։ Այստեղ սրբության սրբոցում բացահայտվում են Աստծո արդարությունը, ողորմությունը, որևէ երկրային իշխանություն չի կարող փոխել Աստծո օրենքը, որովհետև ի թիվս այլ պատճառների այն պահպանվում է երկնքում գտնվող ուխտի տապանակում։ Եբրայեցիներ 8:10 համարում կարդում ենք, որովհետև սա է այն ուխտը, որ այս օրերից հետո պիտի կնքեմ Իսրայելի տան հետ, ասում է Տերը, ես իմ օրենքները նրանց մտքի մեջ կդնեմ, նրանց սրտերի վրա կգրեմ, դրանք ու նրանց կլինեմ Աստված, նրանք էլ ինձ ժողովուրդ կլինեն։ Ուրեմն Աստված չասեց, ես կջնջեմ օրենքը եւ վերջ, ոչ, ասեց այդ օրենքը կգրեմ ձեր սրտում, սա է նոր ուխտը, որ այդ տախտակների վրա գրված օրենքը գրվում է մեր սրտում, Աստծո շնորհքով, Հիսուսի շնորհքով մենք կարող ենք իրականացնել այն մեր կյանքով։ Հավատով մտնելով երկնային սրբարան մենք ներում ենք գտնում մեր անցյալի մեղքերի համար եւ զորություն Քրիստոսի միջոցով հնազանդ կյանքով ապրելու, ով մահացավ մեզ համար եւ գրում է օրենքը մեր սրտերում։ Հիսուսը մեզ փրկում է բոլորովին, այսինքն կատարյալ։ Հիսուսը լիովին ու կատարելապես մեզ փրկում է մեղքի պատժից եւ դրա իշխանությունից։ Կարդանք Եբրայեցիներ 10:9-14 համարները։ Այնուհետև ասում է. ահա գալիս եմ, քո կամքը կատարելով Աստված ջնջում է առաջինը, որպեսզի երկրորդը հաստատի։
այսինքն առաջին ուխտը, որ տախտակների վրա է, երկրորդն է հաստատում, որ գրված է մեր սրտում, գրվում է մեր սրտում։ Այդ կամքով է, որ մենք սրբվեցինք Հիսուս Քրիստոսի մարմնի միանգամյա ընծայաբերումով, եւ ամեն քարապետ ամեն օր կանում է պաշտամունք մատուցելու եւ նույն զոհերն է շատ անգամ մատուցում, որին երբեք չեն կարող մեղքերը վերացնել, բայց նա մեղքերի համար մեկ զոհ մատուցելով մշտնջենապես Աստծո աջ կողմում նստեց եւ այնուհետեւ սպասում է, ինչեւ որ իր թշնամիներն իր ոտքերի տակ պատվանդան դրվեն, որտեղ մեկ պատարակով սրբվողներին հավիտյան կատարյալ դարձրեց։ Եվ Եբրայեցիս 7:25 ասում է. ուստի եւ կարող է փրկել նրանց, ովքեր իր միջոցով մոտենում են Աստծուն, որտեղ միշտ կենթանի է, որպեսզի նրանց համար բարեխոս լինի։ Այսինքն Հիսուսը մեռած չմնաց, այլ հարություն առավ, գնաց երկինք, որպեսզի մեզ համար քահանայապետություն անի, մինչև որ վերջանա այդ գործը եւ ժամանակները վերջանան։ Մեկ անգամ ընդմիշտ Քրիստոսը մահացավ խաչի վրա որպես կատարյալ զոհ մեղքի համար։ Նրա քահանայական ծառայությունը երկնային սրբարանում սրբագործում է մեզ։ Այժմ մտնելով սրբության սրբոց նա կանած է որպես մեր բարեխոսը դատաստանի ժամանակ։ Քրիստոսը Եբրայեցիներին 28 Քրիստոսը շատերի մեղքերը վերցնելու համար մեկ անգամ զոհաբերվեց, իսկ երկրորդ անգամ կհայտնվի առանց մեղքի իրեն սպասողների փրկության համար։ Նրա զոհաբերության եւ բարեխոսության միջոցով մեղքը վերացվել է։ Այժմ նա կրկին գալիս է նրանց համար, ովքեր սիրեցին նրա հայտնությունը, ինչպես գրված է 2 Տիմոթեոս 4:8-ում։ Քրիստոսի բարեխոսությունը մարդու համար վերին սրբարանում նույնքան էական է փրկության ծրագրում, որքան նրա մահը խաչի վրա։ Իր մահով նա սկսեց, որտեղ խաչի վրա նա մահացավ եւ ներեց մեր մեղքերը։ Բայց ինքը շարունակում է իր գործը որպես մեր միջնորդ լինելով։ Իր մահով նա սկսեց այն գործը, որն իր հարությունից հետո գնաց ավարտելու երկնքում։ Մենք պետք է հավատով մտնենք բարակույրի ներսի կողմը, որտեղ մեզ համար առաջնորդ մտավ Հիսուսը, ինչպես գրված է Եբրայեցիներ 6:20-ում։ Այնտեղ արտացոլվում է Գողգոթայի խաչից ճարակող լույսը, այնտեղ մենք կարող ենք ավելի խորը թափանցել փրկության գաղտնիքների մեջ։ Մարդու փրկության համար երկինքն անսահման թանկին է վճարել բերված զոհը, համարժեք է Աստծո ոտնահարված օրենքի ամենախոր պահանջներին։ Հիսուսը ճամփա է բացել դեպի Հոր գահը եւ նրա միջնորդությամբ բոլորի նվիրական ցանկությունները, ովքեր նրա մոտ են գալիս, հավատով կարող են ներկայացվել Աստծուն։ Էլեն Ուայթ Մեծ պայքար H 479։ Ուրեմն փրկության ծրագիրը կատարյալ ծրագիր է մեծ պայքարի խնդիրը լուծելու եւ այս մոլորակը սատանայի ճիրաններից փրկելու առումով։ Հիսուսի կյանքը բացահայտեց Աստծո սերը կարիքավոր աշխարհի եւ իրադարձություններին հետևող տիեզերքի հանդեպ։ Նրա մահը բացահայտեց մեղքի նողկալությունը եւ փրկություն ապահովեց ողջ մարդկության համար։ Նրա բարեխոսությունը երկնային սրբարանում ապահովում է քավության օգուտները յուրաքանչյուրի համար, ով հավատով մեկնում է ձեռքը դրան ստանալու համար։ Այսինքն Հիսուսի ձեռքը բարձված է նվերով, բայց մարդուց է կախված ինքը կվերցնի այդ նվերը, թե ոչ։ Ուշադրություն դարձնենք, որ դատաստանի ժամանակ ինչ վերաբերմունք կունենա Հիսուսը մեր հանդեպ։ Մեծ պայքար H 484։ Հիսուսը չի արդարացնում նրանց մեղքերը, բայց ցույց է տալիս նրանց ապաշխարությունն ու հավատը եւ նրանց համար ներում խնդրելով նա իր վիրավոր ձեռքերը բարձրացնում է Աստծո եւ սուրբ հրեշտակների առաջ ասելով. Ես նրանց գիտեմ աննոք, ես իմ ձեռքերի մեջ եմ ծրագրել նրանց։ Այսինքն Հիսուսը երբեք չի արդարացնում մեղքը։ Նա ասում է այո, այս մարդը մեղք է գործել, բայց տեսեք ինչ խորը ապաշխարություն է, ինչպես խորը ապաշխարում է նա եւ իմ մեղքի զորությունով ներվում է։
Աստծո ընդունելի զոհը կոտրված հոգին է, բեկված և խոնարհ սիրտը, ով Աստված դու չես անարգում։ Սաղմոսներ 51:17։ Իսկ իր ժողովրդի չարախոսին նա ասում է. Տերը թող հանդիպանի քեզ, ով սատանա, և թող Տերը, որ ընտրել է Երուսաղեմին, քեզ հանդիպանի։ Զաքարիա 3:2։ Նաև կարդանք վկայությունների եկեղեցու համար Էջ 471-472, այն փաստը, որ Աստծո ժողովուրդը նկարագրվում է կեղտոտ հանդերձներով Տիրոջ առաջ կանգնած, պետք է դրդի խոնարհության ու սրտի խոր քննության նրանց, ովքեր դավանում են նրա անունը։ Նրանք, ովքեր իսկապես սրբում են իրենց անձերը հնազանդվելով ճշմարտությանը, իրենց մասին ամենահամեստ կարծիքը կունենան։ Ոչ թե գոռոզ-գոռոզման կգա։ Որքան ավելի ուշադիր նայենք Քրիստոսի անբիծ բնավորությանը, այնքան ավելի կմեծանա նրա պատկերին համապատասխանելու ցանկությունը և այնքան քիչ մաքրություն կամ սրբություն կտեսնեն իրենց մեջ։ Սակայն մինչ մենք կգիտակցենք մեր մեղավոր վիճակը, պետք է ապավինենք Քրիստոսին որպես մեր արդարություն, սրբագործում և մեր փրկագնում։ Մենք չենք կարող պատասխանել մեր դեմ ուղղված սատանայի մեղադրանքներին, միայն Քրիստոսը կարող է արդյունավետ պահանջներ կայացնել մեր անունից։ Նա կարող է փաստարկներով լռեցնել մեղադրողին, որոնք հիմնված են ոչ թե մեր արժանիքների, այլ իր վրա։ Եվ վերջում կարդանք Մեծ պայքար գրքից Էջ 470-490։ Մենք հիմա ապրում ենք քավության մեծ օրը։ Խորհրդանշական ծառայության մեջ, մինչ քահանապետը քավություն էր անում Իսրայելի համար, բոլորից պահանջում էր խոնարհեցնել հոգիները, ապաշխարելով մեղքերից և խոնարհվելով Տիրոջ առաջ, որպեսզի չկորչեն ժողովրդի միջից։ Նույն ձևով էլ բոլորը, ովքեր կամենում են, որ իրենց անունները մնան կյանքի գրքում, պետք է հիմա փորձնական ժամկետի մնացած մի քանի օրվա ընթացքում իրենց անձերը խոնարհեցնեն Աստծո առաջ, տրտմելով մեղքի համար և անկեղծորեն ապաշխարելով։ Թող Աստված մեզ օրհնի, որպեսզի այս խոսքերը մեր միականջից չմտնի մյուսից դուրս գա, այլ որպեսզի իրոք լուրջ ընկալենք և ընդունենք Աստծո տված ճշմարտությունները և Աստծո շնորհքով ձգտենք և իրագործենք մեր կյանքում։ Աստծո ողորմությամբ մինչև մյուս շաբաթ։